Հայաստանի պետական ագրարային համալսարանում կայացավ ոսկե հասկ մրցանակաբաշխությունը, որն իրականացրել էին Բուհի ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմիցս ապացուցել է, որ այսօրվա ուսանողի կողքին է, երիտասարդի կողքին է, եւ քանի որ ամփոփում են բոլոր ոլորտները իրենց տարեկան աշխատանքները, սա էլ մի հաշվետվության ձև է, որտեղ առանձին ներկայացվելու են այն խմբերը, լավագույն, այն ուսանողները, այն կուրսերը, որոնք տարվա ընթացքում աչքի են։ Ոսկե հասկ միջոցառումը, որը ագրարային համալսարանը շուրջ արդեն ավանդույթ դարձած իրականացնում է մի քանի տարիներ, իրականում կարևոր եւ ոգևորիչ միջոցառում է, որովհետեւ ուսանողը հասկանում է, որ ինքը գնահատվելու է այս կամ այն չափով, թե կրթական մասով առանձնանալու, թե հասարակական ակտիվությամբ, թե մշակութային ակտիվությամբ։ Մրցանակաբաշխության նպատակը Բուհի ուսումնագիտական եւ հասարակական գործընթացներում մասնակցություն եւ ներդրում ունեցած անձանց եւ կառույցներին խրախուսելն է։ 11 նոմինացիաներ են այս տարի հաստատվել հանձնաժողովի կողմից եւ յուրաքանչյուրը ունի իր ընտրության չափորոշիչները։ Մասնավորապես լավագույն կուրս, լավագույն ֆակուլտետ ամբիոնի կամ այլ նմանատիպ նոմինացիաների համար կարևորագույն չափանիշներ են հանդիսանում, ուրեմն առաջադիմությունը, առաջին հերթին հասարակական ակտիվությունը, դասաձախողումների բացակայությունը, նվազագույն բացակայություններ, այսինքն պետք է եթե տվյալ կուրսը ճանաչվում է լավագույնը, այդ կուրսը ընդհանուր բացակայություններ չունենա։ Միջոցառմանը ներկային մրցանակակիրներ Փյունիկ համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ով մրցանակ ստացավ համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն անվանակարգում։ Ուսանողական ծրագրերի լավագույն գործընկեր անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Միջբուհական ուսանողական լավագույն ծրագիր անվանակարգում ոսկե հասկը շնորհվեց Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիային։ Միջբուհական ուսանողական ծրագրի հաղթող անվանակարգում մրցանակակիր դարձավ նույն Բուհի ուրախների եւ հնարամիտների սելխոզ թիմը։ Ուսանողների երախտիկի խոսք ուղղեց նաեւ Բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։ Տարվա ավարտելը եւ սկսելը հատկապես հաստատության համար ուսումնական խիստ պայմանական է, բայց ինձ համար տարվա ավարտը ես ընկալում եմ եւ ընդունում եմ, երբ անցկացնում ենք այս գեղեցիկ միջոցառումը։ Իմ խորին շնորհակալությունը ուսանողությանը այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Միջոցառման մասնակցում էին նաև հայկական էստրադայի ներկայացուցիչները, ովքեր իրենց ելույթներով երկու պար հաճելի մթնոլորտ եւ բարձր տրամադրություն ապահովեցին։ Արմենուհի Կարեյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյան։